Շաների տատանումից, որովհետև եթե մեծ գրադիենտ է լինում տարբերությունը ջերմաշճանների եւ միանգամից մի քիչ տաքոտ ջրից բաց են թողնում ավելի սառը, նա անգրում է ստրեսի մեջ։ Բայց դա տեխնիկական հարցեր են, որոնք լուծվող հարցեր են։ Ուղղակի պետք է մի քիչ ճիշտ իմանալ եւ ճիշտ անել այդ ամեն ինչը եւ եթե ամեն ինչ նորմայով արվի, ինչ որ նախատեսված, ապա այդպիսի մեծ անկում կամ ինչ որ նույնիսկ ստրեսային վիճակ մեզ չի լինի։ Դա չի հիմնական պատճառը, որի համար պետք չէ բերել կամ պետք է բերել, դա չի։ Դա ուղղող բան է, որը կարելի է ուղղել եւ անել, եւ ես ինչքան գիտեմ, այս վերջի տարիները արդեն մի քիչ ավելի նորմալ են անում։ Եվ եթե չեմ սխալվում, այսօր նույնիսկ պետք է այդ ձգան բաստողում լինի, ես չգիտեմ, դուք ավելի պետք է լինեք, ինձ ասել ես, որ մանրաձուկ պետք է բաստողում վրա այսօր, տեղը չէ՞, մեզ է տեղը չեմ պահում ցավոք սրտի, մենք սրից ընդերից իմանում ենք, որ տենց մանրաձուկ կարող է փոխել են օրը չգիտեմ, բայց ամենադեպս ես լսել է, որ պարտորը պետք է մանրաձուկան բաստողում Անցյալ տարիները չէ եղել ձգնագողություն, ինչպես եղավ, որ սիրուն ավելացան, այս տարի չեն ավելանում, ինչ լծակներ կային անցյալ տարի, որ այս տարի չեն կիրառում։ Այստեղ ես միշտ ասել եմ, որ եթե ուզում են ոչնչացնեն պոպուլյացիան լրիվ, պետք է չթողեն, որ նա բազմանա։ Այսինքն հիմնական նրա բեղուն, ոչ բեղուն կամ այդ քանակները կարգավորվում են նրա վերարտադրության պայմաններով։ Եթե մի տարի ինչ-ինչ պատճառներով նա ունենում է լավ պայման եւ բնական պայմաններից եւ ինչ-ինչ պատճառներով որսագողությունը քչանում է, ապա մենք ունենում ենք բարենպաստ պայմաններ, որի արդյունքում ունենում ենք եւ բեղուն սերունդ։ Դա ոչ թե որ նրանք ամբողջ տարի ինչ որ այն ժամանակ չեն որսացել, հիմա որսում են, դրա համար վատ է նա ստեղծվել է ինչ-որ բարենպաստ պայմաններ վերարտադրության բնական, այդ պատճառով տալիս է բեղուն սերունդ, բացի դրանից պոպուլյացիաները ունեն այդպիսի հատկություն, որ ժամանակ առ ժամանակ նրանք տալիս են բեղուն սերունդ, դա արդեն պոպուլյացիոն էկոլոգիայի բան է, որ նրանք բնականորեն այդ տատանումները կան։ Եթե ընկնում է պիկի վրա, ստացվում է բեղուն սերունդ, եթե ներքև ուրեմն բայց հիմնականում դա կախված է հենց վերարտադրության բարենպաստ պայմաններից, որը անցյալ տարի փաստորեն եղել է ավելի բարենպաստ, քան մնացած տարիները։ Պարոն Գաբրիելյան, իսկ որ օղակներն են թույլանում, օրինակ դուրսում վաճառքը գնում են, ոստիկաններն անցնում են, կարող է ասեն հավաքեք, բայց չեն ասում, որ օրենք եք խախտում։ Ոստիկանությունը ստեղ ճիշտ է գործում։ Իսկ կարծիքով ոնց է։ Կողուն են վաճառում, կողունի դեպքում Գիտեք ինչ, դա գաղտնիք չի, որ ըսիկ ձկնատեսակը քանի տարի արգելված ձուկ է։ Հիմա հələ իշխանը, եթե հիմա բերում են, ասում են, որ դա բերում են ինչ-որ տնտեսություններից, որովհետև աճացնում են արհեստականորեն, տարբերելը շատ դժվար է ոչ մասնագետների համար, բայց սիկը դա միանշանակ Սևանի ձուկ է, որտեղ այլ տեղերում չի աճում։ Կա Կեչուտի ջրամբարում ինչ-որ փոքր քանակ, բայց դա այնքան փոքր քանակ է, որ նա չի կարող ինչ-որ բան, որ հա, նո եթե նույնիսկ բերում են, ռեստորաններն են բարում։ Հա, նո ուզում եմ ասեմ, անև փողոցում հազիվ թե տեսնենք, որ այդ Կեչուտի, ուզում եմ ասեմ, պարզ է, որ պետք է, եւ ոչ միայն ոստիկան, չի ոստիկանները միայն, բոլոր օղակները եւ նույնիսկ ժողովուրդն են պետք է դրա դեմ պայքարի չգնի դա։ Օրինակ ես որ անգամ հարցը այդ կնոջ, որ սիկ են ասում, նո բացահայտ, որ ասեցի մի անգամից դա արգելված ձուկ է, ասեց ինչ եք բռնում, ասեց դե լավ եմ կանում, քեզ ինչ։ Ինչ պետք է ասեմ։ Այսինքն դրանք այդքան իրանց թույլ են տալու, որ տենց են պատասխանում։ Բյուջեից միլիոններ է տրամադրվում, արգելված է, գյուղացիները կոպիտ ասած ռիսկ կանեն, թե ինչ-որ ավելի ուրիշ օղակներ է, որ Գիտեք ինչ, դուք ես ճիշտ ասած հիմնական եմ, դուք այդ հարցերը պետք է տաք այլ օղակներին, որոնք պատասխանատու են դրա համար։ Հիմա ես պատասխանատու եմ մեր ուղղության համար, այսինքն ուսումնասիրությունների համար եւ այլն։ Իսկ
ինչի տենց է կատարվում պահպան, ես ասում եմ, որ պաշարները խզված են, ես ինչ բանի պատճառով։ Իսկ մնացած արդեն պետք է համապատասխան օղակներ իրենք պատասխանեն, ինչի է տենց։ Իսկ մեկ է խնդրեմ, եթե հարցեր չունեն ուրիշները, արհեստական գերերի հետ կապված է, արհեստական լուծարանները, որ կան երկու մեջ, գործնական, դրանց գերերը պետք է գնային փորձակնության, որտեղ վտանգավորը կարող ախտուրեն լիջեն չորը։ Այդ ցանցավանդակների մասն է խոսքը, որոնք որ շորժայի կողմից։ Չէ, այդ գերերը ես ձեզ ասեմ, ես այդ հարցի մասին շատ եմ ինձ հարցնում և ես չեմ կարող ասեմ, որ արտեղյակ մարդ եմ, քանի որ մենք էլ այդ մոնիտորինգի մեր կենտրոնը մասնակցում եմ, ես ինքս համարում եմ, որ դա շատ դրական երկկողմանի դրական գործընթաց է այդ աճեցումը այդ ցանցավանդակներում մի կողմից նրանով, որ փաստորեն մենք ունենք էկոլոգիապես մաքուր ձուկ եւ այդ ձուկը անպայման ստուգվելու է հետագայում մոլեկուլար գենետիկական անալիզով, որ այլ տեսակի իշխաններ չմուծվեն նրա տեղը եւ բացի դրանից որոշ տոկոս բաց է թողնվելու լիճ մանրաձգական ձևով եւ այդ ստրեսային վիճակներից, որ դուք նշեցիք, մենք ավելի շատ կխուսափենք, քանի որ նույն ջրից փաստորեն բաց է թողնում նույն տեղը։ Երկրորդը, որ եթե դա ավելի էժան վաճառվի, պարզ է այն վայրի պոպուլյացիայի վրա պրեսը կքչանա, քանի որ մարդիկ նույն ձուկը կարող են գերադասեն առնեն օրինակ 3-5 հազարով, ոչ թե 50 հազարով, որը հիմա առնում են այդ լճից եւ ճիշտն ասած շատ դեպքում դա այդ Սևանի ձուկը չի լինում։ Հիմա ձկնորսները այնպեսի ինչ-որ բաներ են գնում, որ բերում են ուրիշ տեղից, գցում են նավակի մեջ, հետո հանելուց ցույց են տալի, որ դա Սևանի ձուկ է, իրականում դա Սևանի ձուկ չի։ Սակայն սա ունի իհարկե ռիսկային հանգամանքեր կան, որ դա օրգանական նյութի աղբյուր է եւ պետք է լինի, բայց հենց մոնիտորինգը դրա համար է կազմակերպված, որ վերահսկվի այդ լրացուցիչ օրգանական նյութի մուտքը դեպի լիճ եւ նրա ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա։ Եթե այդ մոնիտորինգը կատարվի բարբերաբար, դա մեզ կտա այն լիմիտը, որի հետևանքով մենք կարող ենք ասենք այսքանը բավական է, որովհետեւ հետո արդեն էկոհամակարգի վրա հորտում է։ Այլ հաստատությունն չի։ Գիտեք ինչ, այդ կերերը, հա, ես կերի հարցով չպատասխանեցի, կերը դա իրականում դա պետք է բերվեր դանիական կերեր, որոնք էկոլոգիապես մաքուր կերեր են, այսինքն հատուկ դրանք լիցենզավորված ունեն, բայց տեղում իհարկե ստուգման վերցրել էին, որ գոնե իմանան դա են օգտագործում, թե ոչ, որովհետև կարող է մի բան թղթի վրա գրածելի, բայց մի բան իրականում, բայց հիմա ես չգիտեմ արդյունքում, բայց ես գիտեմ, որտեղ նախատեսված է այդ էկոլոգիապես մաքուր կերերի օգտագործումը, միայն։ Էկոլոգիապես մաքուր է այլ խնդիր է, երեքորեն ձևափոխված խաղադրություններն այլ խնդիր։ Լաբորատոր ուսումնասիրություն կատարված այդ կերերը չեն պարունակում, ասենք մոդիֆիկացված։ Չեմ կարող ասել պարունակում են թե չէ, ճիշտ եք ասում, հնարավոր է էկոլոգիապես մաքուր լինի, բայց GMO փաստորեն մեջը պարունակի ինչ-որ չափով։ Թեկուզ գիտեք ինչ, կա ուրեմն գենետիկական մոդիֆիկացված օրգանիզմ, հա, GMO, եւ կա գենետիկորեն մոդիֆիկացված նրանց արգասիքները, պրոդուկտները։ Այդ պրոդուկտները հաստատ չեն ազդում։ Իսկ օրգանիզմի այդ պրոդուկտները գենետիկական մոդիֆիկացված, նրանք հաստատ ինչ-որ ազդեցություն չունեն, դա բացուցած է, բայց օրգանիզմները եթե օգտագործեն, դա դեռ բացուցած չի, կա թե չկա։ Համենայնդեպս ես տեղյակ չեմ, դրանք պարունակում են թե ոչ, որովհետև դա մեր խնդիրը չի, դա առանձին կազմակերպություն է զբաղվում դրանով, եթե չեմ սխալվում ՍՆԴ-ի անվտանգության իշխանություն կա, նրանք են, եթե չեմ սխալվում։ Մեր ուրեմն ուղղությունը դա հիդրոէկոլոգիական մոնիտորինգը, այսինքն ազդեցությունը այդ օրգանական նյութի այդ ցանցավանդակների էկոհամակարգի վրա սերվանում։
Ծառայությունը մարդկանց սննդով չի զբաղվում ու մենակ ծրան կեշով զբաղվում, հայտարարություն։ Չէ, դե վերջին հաշվով դա մարդկանց էլի սերունդ է։ Ներբերշիկի եշիկի մեջ տաքսի իրենք են պարսում։ Լավ, իսկ կարասի գնատականն է պաշարների Նույնը կլինի ուրեմն դեկտեմբերի վերջում, քանի որ մենք այդ որ էխո սյոմքեն անում ենք, դա միանգամից այնտեղ ցույց է տալի, մենք տարբերվում է այդ մեր հիմնական նոր վաստորեն այդ էխո լոտները, նրանք հնարավորություն ունեն եւ ծրագրերը տարբերել կարպազգի ձկներին, սահմանազգի ձկներից։ Ինչպես գիտեք, Սիգն ու իշխանը դա սահմանազգի են, իսկ կարասը դա կարպազգի։ Այսինքն նա տարբերում է, քանի որ նրանց մեջի գտնվող այդ լովա փամփուշտը ինքը տարբեր ձևի է նկարահանում։ Տալի այդ դրանով տարբերում է, կարասը Վերջի գնատական հետ կարասի եւ քանի տոննա։ Ուրեմն անցյալ տարի ենք տարել, գիտեք ամեն տարի անում ենք, անցյալ տարի մոտարապես ընդհանուր, եթե չեմ սխալվում 90 տոննա է եղել, որից Սիգի արդյունագործական պաշարը եղել է 6.5-8 տոննա մնացածը քիչ ուրեմն այլ տեսակի ձկներ եւ կողակ, գերլու, նու հիմնականը կարասեր է, որը մոտարապես 60, եթե չեմ սխալվում, հիմա 60 տոննա է կազմում մոտարապես։ Վերնում գիտեք ինչ, նորմալ չի եղել 50 թվականից հետո։ Նորմալ, այսինքն նա գիտեք ինչ, նա արդյունագործական պաշար մինչև 50-ական թվերին է եղել, որտեղ ինչ-որ քանակով որպես արդյունագործական օբյեկտ նա ծառայել է, բայց հետո նա եղել է ուղղակի որպես սիրողական որսի օբյեկտ եւ նա բայց էլի մցված է կարմիր գետի մեջ եւ այս նոր կարմիր Հայաստանի կարմիր գետի մեջ իշխանի կողքը նաեւ որպես անհետացման եզրին գտնվող տեսակ։ Իսկ Կողակը էլի մցված է կարմիր գրքի մեջ, բայց դրա ստատուսը մի քիչ ուրիշ է։ Այնտեղ գիտեք, հիմնական նոր կարմիր գրքի մեջ արդեն IUCN-ի միջազգային այդ կարմիր գրքի այդ պահանջներով է գրված։ Այնտեղ կա մի քանի ստատուսներ, օրինակ անհետացված, անհետացած, անհետացման եզրին գտնվող